բերման ենթարկել։ Ինչպես է տրամադրված եւ ինչ հայերի կաներով հաշվի առնելով, որ գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել ձեր ազատ արձակման որոշումը։ Այդ մասով որևիցե խնդիր չեմ տեսնում։ Կարելի է ես պատասխանեմ։ Բնականաբար, քանի որ փաստաբանները մենք ենք, սպասելի էր, որ պիտի բողոքարկեն, մենք որևիցե կերպ չենք էլ մտածել, որ հնարավոր է չբողոքարկվի դատական ակտը, ինչպես պայքարել ենք, այդպես եւս շարունակելու ենք պայքարել, մենք այդ բողոքները թող ներկայացվեն, դատական ակտը դեռ վերաքննիչ քրեական դատանի չենք ստացել, բայց կայացված որոշմամբ հստակ արձանագրվել է, որ բացակայում է Ռուբեն Մխիթարյանին մեղսագրվող հանցավոր արարքի հիմնավոր կասկածը։ Եթե այդպես չլիներ, ապա Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ այլ խափանման միջոցներ կամ համակցությամբ ընտրված կլինեին։ Սակայն այս պայդրությամբ ըստ նախնական տվյալների Ռուբեն Մխիթարյանը ազատ է արձակվել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Իսկ ինչ վերաբերում է բողոքարկելուն, թող բողոքարկեն, մենք եւս բողոքին պատասխաններ կտանենք եւ անկախ ամեն ինչից պայքարելու ենք մինչեւ վերջ։ Արմատ Պարոն Մխիթարյան, ուզում եմ որպես փաստաբան անդրադառնալ Գյումրու քաղաքապետարանի շուրջ ամբողջ իրադարձությանը, ձեզ իրավական գործընթացից չէ, եւ դուք ասում եք հաստատ այնտեղ ասել եք, որ փաստաբան եք ավելի բաց ասեք, թիրախավորված եք դուք։ Տեսեք, այդ օրվա հետ կապված իմ համար ամենայն անկեղծությամբ չասեմ զարմանալի էր, բայց աբսուրդի ժանից էր, երբ որ օրինակ կար որոշում ձերբակալելու բերման ենթարկելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուգասյանին, իմ համար առաջի հարցը, որ մինչև այսօր չունի պատասխան, վերաբերում է նրան, թե լավ, ինչի ծանուցում տեղի չի ունեցել, ինչի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուգասյանին չէին հրավիրել։ Ուրիշ բան ասեմ, ինչի էր այդ օրը այդքան շատ ոստիկանական մեծ թվով մեքենաներ եւ չասեմ զորք, բայց չափից ավել քանակ ոստիկաններ էին, եթե ճիշտ եմ հիշում, նաեւ ԱԱՑ-ից ունենք բավականին մեծ թվով անձինք, այս ամենը ավելի շատ վերաբերում էր, չեմ ուզում ասել շոու, բայց կարծես ինչ-որ բեմականացում լիներ, որովհետեւ այդ ամենը տեղի չէր ունենա, եթե Գյումրու քաղաքապետին կանչեին, այսինքն այս ամեն ինչը հնարավոր էր անել առանց աղմուկի, բայց իշխանությունները, ինչպես հասկացանք, ընտրել էին երկրորդ տարբերակը, որովհետև նաև ունենք ձերբակալվածներ Գյումրու ավականու անդամներից, ովքեր կոմունիստական կուսակցության անդամներ են, դրա համար ես ավելի շատ հակված եմ մտածելու, կարծելու, որ այս ամենը ուղղված էր խնդիրը մասսայական դարձնելու ու ամենազարմանալին ու աբսուրդը իմ համար հենց առաջին իսկ պահից, քանի որ ես նաև փաստաբան եմ 2018 թվականից զբաղվում եմ փաստաբանությամբ, նաև հոդվածներն էին զանգվածային անկարգություն, մի տեսակ ես առնվազն այդ ամբողջ ընթացքում հասկանալով նաև թե ինչ է նշանակում զանգվածային անկարգությունը, նմանատիպ քայլեր ես չեմ տեսել, չգիտեմ, տեսագրությունները արդյոք առկա են նմանատիպ բաներ թե չէ, բայց ամեն դեպքում վստահ եմ արտարտ դատարանը այս ամենի պատասխանը շատ մոտ ապագայում կտա։ Այստեղ նաև կուզենամ անդրադառնալ այն հարցին, թե իրականում ընդհանրապես կապ չունի, օրինակ անձամբ իմ կալանավորումը, դեպս չգիտեմ, գտնվեցի արտիկլ-ում 28 օր, գտնվելու էի 60 օր, թե չգիտեմ 15 օր կամ 8 ամիս, այստեղ հարցերն է, որ օրվա իշխանությունները ըստիս փորձում են նման ճանապարհով մարդկանց վախեցնել, նման քեյսերով, խնդիրներով մարդկանց վախեցնել, որովից է գործողություն չանել ու նաև իմ փաստաբանության մասով չեմ էլ ասում, որը աբսուրդի ժանրից էր, բայց նաև խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, որը նախատեսված է ՀՀ սահմանադրությամբ մեր օրենքներով, ամբողջովին կարծես պայթեց։ Սուր տպավորություն է, որ մենք այլևս, եթե ինչ-որ մի բան խոսես, եթե ինչ-որ մի բան ասես,
դա քո վրա կարող է շատ թանկ արժանալ, դա կարող է հասնել նրան, որ դու կալանավորվես ու գտնվես քո ընտանիքից, ընկերներից, շրջապատից հեռու, էլ չեմ ասում, օրինակ իմ մասով ասեմ, ես ունեի շատ փաստաբանական գործեր, որոնց մասով շուրջ 30 օր ես չեմ կարողացել զբաղվել այդ մարդկանց գործերով, պաշտպանել իրենց իրավունքները։ Այլ հարցեր։ Ընտրեմ։